Պատմական ամսաթվից 35 տարի 1991 թվականի մարտի 31-ին Վրաստանի քաղաքացիները հանրաքվեի միջոցով աջակցեցին երկրի անկախության վերականգնմանը։ Մեր երկրի նորագույն պատմության մեջ սա ամենանշանավոր ամսաթվերից մեկն է։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց հարցին. համաձայն եք արդյոք, որ վերականգնվի Վրաստանի պետական անկախությունը։ Հանրաքվեով ստացված արդյունքները հիմք դարձան Վրաստանի պետական անկախության հռչակման համար։ Սա վերջին հանրաքվեն էր, որն անցկացվեց ամբողջ երկրի տարածքում։ Իր դիրքորոշումը արտահայտեց օկուպացված Ცხինվալիում և Աբխազիայում բնակվող բնակչությունը։ Ապրիլի 5-ին հրապարակվեցին հանրաքվեի ամփոփիչ արդյունքները, իսկ ապրիլի 9-ին Գերագույն խորհրդի նիստում ընդունվեց Վրաստանի անկախության ակտը։ Նշված գործընթացում գլխավոր դերակատարի Վրաստանի առաջին նախագահի 87 տարին կլրանար այսօր։ Մարտի 31-ը Զվիատ Գամսախուրդիայի ծննդյան օրն է։ Նշված ամսաթվի առթիվ սոցիալական ցանցում գրում է խորհրդարանի նախագահը, ով հիշում է անկախության վերականգնման 35-ամյա ուղին եւ նշում, որ պետականության ընդհատումը, կայսրության փլուզումը, տնտեսական կոլապսը, մարդկային ամբարտավանությունը, ներքին անհանդուրժողականությունը եւ բազմաթիվ այլ ծանր գործոններ իրենց հետքն են թողել այդ ճանապարհին, սակայն չնայած այս ամենին Վրաստանը փրկվեց, պահպանեց իր ինքնությունը եւ ազատությունը ոչ թե կայսրությունների կողքին կանգնելով, այլ սեփական երկրի կողքին լինելով։ Վրաստանի ազգային շահերի առաջնահերթության հարցում այսօր էլ մեզ անհրաժեշտ է նույնպիսի միասնություն, ինչպիսին ունեինք 35 տարի առաջ, մարտի 31-ին։ Քանի որ հարցը, որը դրվեց այն ժամանակ, իրականում մինչև այսօր էլ ուժի մեջ է, այն մշտապես կանգնած է մեր ազգի առջև, մշտապես կա ընտրություն, եւ միշտ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն վերանայել այդ ընտրությունը։ Գրում է Շալվա Պապուաշվիլին եւ ընդգծում, որ պահպանում են այն ոգին եւ չարակամներին հնարավորություն չի տրվի վերանայել մեր պատմական ընտրությունը։ Ամերիկայի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Պետվարչության տեղեկությամբ կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում անվտանգությունը Կովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում։ Հեռախոսազրույցի մասին սոցիալական ցանցում գրում է նաեւ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը հայտարարում է, որ ունեցել է արդյունավետ հեռախոսազրույց ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ կողմերը զրուցել են գործընկերության վերագործարկման եւ Կովկասի տարածաշրջանում Վրաստանի դերի մասին։ Նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանատունը տարածել է տեղեկություն գլխավոր խոսնակի տեղակալ Թոմի Բիկոտի հայտարարության մասին։ Նա ասում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում Կովկասի եւ Սևծովյան տարածաշրջանի անվտանգությունը։ Մարկո Ռուբիոյի եւ Իրակլի Կոբախիձեի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը գնահատում են քաղաքական կուսակցությունները։ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թամար Տալիաշվիլին հանդիպել է կոնգրեսական Ջիմ Բեարդի հետ, զրուցել են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է Վրաստանի եզակի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական ներուժը եւ պատմական դերը միջին միջանցքի զարգացման տեսանկյունից։ Թամար Տալիաշվիլին շնորհակալություն է հայտնել Ջիմ Բեարդին ԱՄՆ-ի կոնգրեսում օրենսդրական մակարդակով Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցման համար։ Տեղեկությունը տարածում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպանատունը։ Դատախազությունը մեղադրանք է առաջադրել 12 անձի խմբակային խոշտանգման, շորթման, կողոպուտի, բռնության կազմակերպման եւ դրան մասնակցելու փաստերով։ Այդ մասին տեղեկությունը տարածում է դատախազությունը։ Ինչպես ասվում է տարածված տեղեկատվությունում, մեղադրյալները նախապես ընտրված զոհերի վրա կազմակերպված եւ խմբակային հարձակումներ էին իրականացնում, նվաստացնում էին նրանց, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության էին ենթարկում եւ խոշտանգում, իսկ բռնության տեսագրությունները հաճախ հրապարակում էին սոցիալական ցանցերում։ Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, որը ելնելով անչափահասների արդարադատության օրենսգրքից նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի ձեռքբերման 2 դեպք։ Բնապահպանական վերահսկողության վարչության Կախեթիի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները պարզել են, որ Ախմետայի քաղաքապետարանում Պանկիսի կիրճում իրավախախտը գրանցված խոցարանային արտադրամասում պահում էր ապօրինի ձեռքբերված հաճարենու տեսակի 8 կերան եւ մոտ 2 խորանարդ մետր ծավալով տախտակներ։ Իսկ Գուրջանի համայնքապետարանում արձանագրվել է պետական անտառային տարածքում բարդու տեսակի 6 ծառի հատման դեպք, որը պարունակում է քրեական հանցագործության նշաններ եւ նյութերը հետագա արձագանքի համար ուղարկվել են համապատասխան գերատեսչություններ։